սեքսիստ տղամարդիկ դանդաղ, վատ եւ բարդ են հասկանում։ Նորմալ հեր չես ունեցել, դրա համար ես ատում տղամարդկանց։ Կնոջ սեռական կյանք ունենալու, սեռական ցանկություններ ունենալու, ապա քրեականացման գրեթե մենք կարիք ունենք։ Կամաց տղամարդիկ պետք է համակերպվեն։ Single կինը կարող է սեքսով զբաղվել որքան ուզում է, ում հետ ուզում է, քանի հոգու հետ ուզում է, ինչ տարիքի նմուշի հետ ուզում է եւ ինչ դիրքերով ու տևողության ուզում է, ու դա քեզ չի վերաբերում։ Մի անգամ այս գինու թեմայով կոմենտ էին գրել։ Իհարկե, որ բաժակը ձևը պարտադիր է, տենց գինի, լավ, ասենց շատ ազատ չենք նստում։ Ձևը ամեն ինչից առաջ։ Բովանդակությունից առաջ։ Իհարկե, այդ իմ ամենա Մենք սկսեցինք նախապես արդեն բամբասել է։ Չենք բամբասում, խոսում ենք բոլոր տեսահանցիկները վերացրել։ Մեր բամբասելը է դա է։ На всю страну։ Եվ մեր առավելությունն է, որ մենք չենք վախենում եւ ասում ենք այնինչ կա, առանց մտածելու։ Ես խնդիր չունեմ։ Մենք կարող ենք քլոնգել, քլունգա հայերենա, չէ։ Այո, իհարկե։ Մենք կարող ենք քլոնգել, գանահարել։ Այո, Ես քանի որ իմ մաման հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է, ես իրավունք չունեմ ոչ հայեցի խոսելու։ Լավ դե, կարծում եմ մեր զրույցը արդեն սկսվել է, բայց ամեն դեպքում դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում, բարև ձեզ։ Ինչպես միշտ, ինձ շատ են ասում, որ ես կարողանում եմ շատ հետաքրքիր հյուրեր գտնել եւ շատ կարեւոր թեմաների անդրադառնալ եւ շատ ուրախ եմ, որ գնահատվում է դա։ Բարև ձեզ նորից եւ ուզում եմ ասել, որ այսօր տաղավարում հյուրընկալվել է Լուսի Քոչարյանը, առողջապահական լրագրող եւ բլոգեր։ Բարև ձեզ։ Ողջույն։ Կարծում եմ նրա մասին երկար խոսելու կարիք չկա, ներկայացնելու կարիք չկա, բայց ասեմ, որ մենք արդեն պատրաստել ենք շատ հետաքրքիր թեմաներ, որոնց մասին պիտի անպայման զրուցենք այսօր։ Ամենաառաջինը ուզում եմ լսել ձեզանից, թե ինչ եք կարծում։ Ինչ է մարդկանց այդքան նյարդայնացնում այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք։ Ես նախ կարծում եմ, որ մարդկանց նյարդայնացնում է այդ թեմաներով, այդ մի քիչ վախենալի, հակապատրիարխալ թեմաներով խոսող կինը, այսինքն այստեղ իմ անձը չի այդքան կարևոր, որքան իմ գենդերային սեռային պատկանելիությունը մարդկանց նյարդայնացնում է, երբ կինը բացում է բերանը եւ խոսում է, ինչ ինքը կարևոր է համարում։ Եվ երկրորդ արդեն անհանգստացնում են բուն թեմաները, հակակարծրատիպային, էլի հակատղամարդակենտրոն, հակատղամարդապաշտական, այդ մեր ինչի մեջ ազգը թաթախված է արդեն տասնամյակներ շարունակ, թեմաները անհանգստացնում են, դրա համար դուր չեն գալիս, որովհետև ես խոսում եմ կանանց ազատ մտածողությունից, հնարավորություններից, հավասար իրավունքներից եւ ընտրություններից, դե սա չի կարող չբարկացնել Հայաստանի պես հանրությանը, այո։ Շատերի մոտ կարծիք է ստեղծում, երբ որ մարդը խոսում է, հատկապես ձեր ասած կինը խոսում է ազատ գաղափարների, խոսում է կնոջ վրա կենտրոնանալու իրավունքների մասին, ստեղծում է մի գաղափար, թե իբր դու այնպիսի ընտանիքում չես մեծացել, որտեղ քեզ ճիշտ հայկական ճակերտավոր արժեքներ փոխանցեն։ Ես ուզում եմ մի փոքր խոսենք ձեր ընտանիքի մասին, ձեր մայրիկի, ձեր հայրիկի մասին, ինչպես են նրանք վերաբերվում ձեր այս թեմաներին անդրադառնալուն եւ արդյոք ձեր ընտանիքում մանկությունից սկսած ինչ արժեքներ են փոխանցվել, աղջիկը ինչ դերում է եղել։ Փորձելով ամեն դեպքում չխախտել ծնողներիս անձնական սահմանները եւ շատ չխորանալով իրենց շատ մասնավոր կյանքում, ուղղակի ընդհանուր առմամբ նշեմ, որ մեր ընտանիքը բավականին ստանդարտ է եղել ի սկզբանե Հայաստանի Հանրապետության եւ հայ հանրության մտածողության համար, սակայն այդ ստանդարտում ամեն դեպքում եղել է եւ կարդալը, եւ դասական երաժշտությունը, եւ ջազը, եւ հումորը, եւ սարկազմը, հատկապես հայրիկիս կողմից ես նրան շատ նման եմ իմ բնույթով եւ մտածողության այդ վեկտորներով տարբեր։
Ես հիշում եմ, որ հայրիկս շատ փոքր տարիքից, այսպես կաթացնում են, չէ՞, մեկ-մեկ մտքերը սերմանում են, միշտ ասում էր, որ հիշիր մարդուն կարող են ֆիզիկապես բանտարկել, սահմանափակել եւ ընդհանրապես ինչ ասես անել, բայց մտքի ազատությունը իրականում ոչ ոք չի կարող դրան ձեռք տալ։ Եթե դու փորձես քո կյանքում տարբեր տարիքներում, տարբեր ոլորտներում պահպանել մտքի ազատությունը, մտածել ինչ ուզում ես, քննարկել ինքդ քո մեջ, քո մտքերում ինչ ուզում ես, քննադատել ինչը քեզ կասկածելի է թվում եւ թույլ տալ քեզ այն ինչը ըստ քեզ պետք է եւ անհրաժեշտ է, ոչ ոք չի կարող իրականում դա արգելել քեզ։ Այսինքն ազատությունը ի սկզբանե տրված է։ Մտքերի ազատությունը միշտ սերմանվել է իմ եւ հարազատ քրոջս ուղեղներում, միշտ այդպես դաջվել է, որ ու նաեւ հայրս մայրս արդեն 42-43 տարի միասին նրանք այդպես շատ ինձ համար տարօրինակության աստիճանի լազույք են, այո, իհարկե։ Երբեմն ինձ իմ խոսելու եւ գրելու այդ կոմենտներում կտեսնեք, բա դե նորմալ ընտանիք չես տեսել երևի, հայր չես ունեցել եւ այնքան զավեշտալի է սա, այնքան զավեշտալի է, որովհետեւ իմ հայրը առանց մամայիս նոր տարի չի նշում, նրանք տենց երկու երկրում են, հիմա այստեղ էլ Իսպանիայում էլ այնտեղ գնում գալիս են, այսինքն կլոր տարին Նոր տարին պետք է կամ մայրս գա հայրիկիս կողքը, որովհետև նրանք իրար պաշտում են առանց իրար նոր տարի չեն նշի, կամ հայրս պետք է գնա հասնի Իսպանիա, որ իրանք իրար հետ նոր տարի, այսինքն զույգ են։ Այսինքն ինձ մեղադրել, որ ես խոսում եմ կարծրատիպերի, պատրիարխալ համակարգի ավանդույթների, այդ ախմախ, տհաս եւ կործանարար ավանդույթների դեմ, որովհետև ես ինքս նորմալ ընտանիքում չեմ մեծացել, սա ինձ համար միշտ շատ զավեշտալի է եղել։ Դուք որ պահին հասկացաք, որ պիտի բարձրաձայնեք անպայման, այսինքն հասունացավ այդ պահը, որ որոշեցիք պիտի խոսեք ու պիտի խոսեք սենց բաց ու ազատ։ Հստակ հիշում եմ 2009 կամ 10 թվականներ, երբ Facebook-յան հարթակը նոր էր մտնում շահագործման, այսպես ասած, մեջ Հայաստանում եւ երբ ես գրանցվեցի ու սկսեցի դիտել, հետևել, դե այնտեղ հանրության տարբեր շերտեր կամաց սկսում են երևալ։ Այսինքն դու այնտեղ այնքան մեծ քանակի մարդու կարծիք, հայհոյանք, ցավոտ կողմեր, գովասանքներ, այնպիսի բաներ ես տեսնում, որ իրական կյանքում մենք միանգամից միտեղ այդքան մարդ երբեք չենք տեսնում։ Եվ ես կամաց սկսեցի փաստել, ֆիքսել, թե ինչ է կատարվում հանրության մտածողությունում տարբեր շերտերում։ Ու քանի որ ազատ խոսքի իրավունքը ինձ համար սրբություն է, ինչպես ասում են, ես ուղղակի իմ էջում սկսեցի բարձրաձայն արտահայտվել ամենատարբեր երևույթների մասին։ Հետո արդեն ստացա երկրորդ կրթությունը, ես առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ԵՊՀ-ի սև շենք կոչվածի պրոդուկտ, այո, բակալավրիատ եւ մագիստրատուրա տոտալ գերազանցիկի սինդրոմով ավարտած, բայց երբեք չաշխատած այդտեղ։ Երկրորդ մասնագիտությունը ստացա արդեն հեռուստարադիո հաղորդավարի ու որոշեցի, որ ահա այս երկրորդ մասնագիտությունը ես պետք է օգտագործեմ հատկապես կանանց, աղջիկների եւ հետո երեխաների ծնողավարության ինձ անհանգստացնող թեմաները բարձրաձայնելու համար։ Պարտադիր ես ուղղակի հասկացա, որ ես ի վիճակի չեմ լռել։ Այդ ի վիճակի չեմը խնդրում եմ։ Այո, ես հասկանում եմ, որովհետեւ ինձ մոտ շատ երկար կուտակվեց իհարկե, ես շատ երկար էի մտածում, արդյոք արժե բարձրաձայնել, բայց լավ է ուշքան երբեք ես նույնպես հասկացա, որ այլևս ի վիճակի չեմ լռել եւ այս դեպքում շատ կարեւոր եմ համարում մեր խոսակցությունները այս թեմաների շուրջ, որովհետեւ եթե այսօր դրանք ինչ-որ բան չփոխեն, վստահ եմ հետո գոնե մտածելու տեղիք են տալիս։ Այսքան տարի այս ոլորտում լինելով ուզում եմ մի հատ փորձեք մտածել, թե որ թեմաներն է կամ որ թեման է ամենաշատը մարդկանց նյարդայնացնում, քննարկման տեղիք տալիս, զայրացնում, չգիտեմ մեկ բառով դա ինչպես ասեմ, որ թեմայից են խորշում, խոսել ամենաշատը։
աղմուկը, որ թեման է ամենաշատը աղմուկ բարձրացնում, լավ։ Երևի իմ փորձից ելնելով զարմանալի չի լինի, որ ես դա բռնության ձայնը այդ շարժում ասեմ, բարձրաձայնում ասեմ, հրապարակում ասեմ այդ մասին խոսելով, ես այդտեղ համոզվեցի, որ հայ հանրությանը ամենակատաղեցնողը, ամենազայրացնողը եւ ամենահուզողը այդ տնային, ընտանեկան, զույգային բռնության խնդիրն է, սեռական ոտնձգությունների խնդիրը, երկրորդը կնշեի կանանց ազատության ու հավասար ազատ իրավունքների ու հնարավորությունների խնդիրը ամեն դեպքում տղամարդիկ եւ ավագ սերնդի կանայք էլ երբեմն ցավոք սրտի չեն կարողանում համակերպվել նրա հետ, որ կինը այսօր կարող է իրականացնել գրեթե ամեն ինչ եւ ըստ էության իրավունք ունի անելու այն ամենը, ինչ սահմանադրությամբ կամ քրեական օրենսգրքով արգելված չէ, զուտ։ Նկատել եք, որ ազատությունը կանանց շատ ավելի է նյարդայնացնում եւ խոսակցության տեղիք տալիս, քան օրինակ բռնությունը։ Ավելի շատ խոսում են այդ ազատության, քան բռնության, որովհետեւ սրանք իրար հետ շատ խիստ կապված են, որովհետև եթե կինը ստանում է այդ ազատությունը, նա հետևաբար ստանում է ազատություն բողոքելու բռնությունից, բարձրաձայնելու հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, կենցաղային, տնային տարբեր բռնությունների վերաբերյալ, պահանջելու ոստիկանությունից կամ կառավարությունից լուծելու իր խնդիրը եւ պատժելու տղամարդուն։ Այսինքն հասկանում եք, այդ առհասարակ ազատությունը փաստորեն տալու է ազատություն կնոջը նաև բողոքելու, այստեղ սկսվում են պատրիարխալ համակարգի խնդիրները, իրենց դա հեչ ձեռնտու չէ։ Ձեզ հաճախ, ինձ էլ հաճախ մեղադրում են ոչ այո, մեղադրում են ֆեմինիզմի մեջ, ընդհանրապես ինչ է ֆեմինիզմը, ուզում եմ փոքր անդրադառնանք դրան։ Մեր երկրում մենք ֆեմինիզմի դրսևորման, գիտեք, ռադիկալիզացիայի դեռ նույնիսկ մոտավորապես չենք հասել, այսինքն մենք ըստիս այդ երրորդ, չորրորդ սերնդի, որը հիմա որից բողոքում են ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր շերտեր հանրության, մենք այդտեղ նույնիսկ մոտավորապես չենք հասել, այսինքն ես պնդում եմ, որ մենք դեռ առաջին սերունդ, երկրորդ սերունդ, շատ պրիմիտիվ երևույթների վրա ենք, այսինքն կնոջ հավասար վարձատրություն, կնոջ ձայնի իրավունք, կնոջ աշխատելու, չաշխատելու, արվեստով եւ տղամարդկային մասնագիտություններով զբաղվելու, չզբաղվելու իրավունք, կնոջ բարոյականության եւ ըստ իր ցանկացածի արտաքին ունենալու ազատականացում։ Դուք պատկերացնում եք, ասեք, բարոյականության ազատականացում է մեզ պետք։ Կնոջ սեռական կյանք ունենալու, սեռական ցանկություններ ունենալու ապա քրեականացման գրեթե մենք կարիք ունենք։ Այստեղ ենք մենք կնոջ հավասար ընտրությունների եւ իրավունքների, հնարավորությունների քարոզի կարիք ունենք։ Մենք դեռ այստեղ ենք։ Վերջերս մի հաղորդում էի նայում, որտեղ տղամարդիկ խոսում էին, ամուսնալուծված տղամարդիկ իդեպ խոսում էին այն շքեղեր։ Նայեք, չէ՞, հաստատ։ Դատարկ Սառնարանի առաջ մնացող տղամարդիկ իհարկե։ Դա ուզում ասել։ Ինձ ամենաշատը այդտեղ զավեշտալի էր, որ տղամարդկանցից մեկը անկեղծ հիմա անուն ազգանուններով իրենց չճանաչի, դեմքերով գիտեմ, այսպես դա տղամարդն էր ստեղծել, ինչ ստեղծել էր տղամարդը, էլի կստեղծի, ու զուգահեռ նկարագրվում է դատարկ Սառնարան, չգիտեմ, այնտեղ հաց եւ երշիկ մածուն, հաց եւ երշիկ մածունի մեջ թաթախած են, որ այսինքն մի հատ տենց նախադասություն հնչեց, որ ինչ է պետք կնոջը անհնար է թվարկել, ինչ է պետք տղամարդուն, 3 բան նշվեց։ Չէ, ասուց ոչինչ, ինչ այնտեղ 3 բան նշվել է։ Հա, ոչինչ, ընդհանուր առմամբ ոչինչ առանձնապես։ Եթե տենց գլոբալ ասենք ոչինչ, բայց ընդհանուր առմամբ պետք է լավ ուտացնել, սիրալիր լինել սիրել եւ եթե չեմ սխալվում, սեքս երևի, հա։ Այս 3-ը։ Դե սա իրենց պրիմիտիվության եւ բարձունակության մասին է խոսում, ես չգիտեմ իրենք ինչու են գլուխ գովում դրանով։ Ինչ կա այստեղ գլուխ գովելու, որ քեզ ուղակի պետք է բան, այդ penetration, սեքսն էլ իրենք հասկանում եք, հենց լավ չեմ պատկերացնում սեքսը ինչ է կնոջ համար եւ ինչ է տղամարդու համար, այդպես
սեր անդամը մտավ հեշտոցի մեջ, այնտեղ ավարտվեց ամեն գործ, դուրս եկավ եւ վերջ, սա է իրենց համար սեքսել, իրենց մտածողության պես պարզունակ։ Տենց ուտել, երևի զուգարան գնալ, ապարում եմ, ուղղակի խոսքեր չունեմ։ Այո, մենք ավելի հետաքրքիր մարդիկ ենք կանանցով, մեզ պետք է շատ հետաքրքիր, լի, առատ, հուզառատ, բազմաշերտ եւ բազմավեկտոր երևույթներ այս կյանքում եւ ես հպարտ եմ դրանով։ Բայց մենք մեր նախնական զրույցում էլ այս թեմային մի փոքր անդրադարձանք։ Նշանակում է, որ դուք տղամարդ ատյաց եք ընդհանրապես, շատ եմ տեսել նաև ձեր մեկնաբանություններում, որ դուք ընդհանրապես տղամարդկանց չեք ընդունում, նորմալ հերջ ես ունեցել, դրա համար ես ատում տղամարդկանց։ Ես միշտ այստեղ ասում եմ, միգուցե ես ֆանտաստիկ հայր եմ ունեցել, դրա համար եմ տեսնում տղամարդկանց մեծ մասի, զգալի մասի արատավոր դրսևորումները չեք մտածել, որ այստեղ միգուցե ճիշտ հակառակն է։ Այսինքն դուք տղամարդատյաց չեք։ Չէ, ես իմ էներգիան ուղղակի այդքան առողջություն եւ էներգիա չունեմ, որ ես դավատնեմ տղամարդկանց ատելու եւ այդ ատելության մասին բարձրաձայնելու վրա։ Ես կնակենտրոն եմ, կնապաշտ եմ։ Այստեղ խոսենք, այստեղից իմ գործունեության եւ մտայնության շեշտը կնակենտրոնության եւ կնապաշտության, կնամեծարման վրա է դրված։ Ոչ թե այլ հարց է, որ տղամարդիկ այդ կնակենտրոնության ու կնապաշտության մեջ տեսնում են տղամարդատյացությունը։ Թե ինչի են, որ տղաներ մտածեք։ Մենք եք նեղվում։ Ես նույնպես իմ շրջապատում ունեմ քիչ իհարկե, բայց օրինակելի այդպիսի տղամարդիկ, որոնց նայելուց ես հասկանում եմ, որ այսպեսի պիտի լինի իսկական տղամարդը։ Միանշանակ։ Իմ հայրը, աղջկաս հայրը, դա ուղղակի օրինակելի ֆանտաստիկ նմուշներ են ու իմ ընկերների մեջ կան ֆեմինիստ, արական սերի ընկերներ ունեմ ես, հումանիստ, ծայրահեղ, այլ հարց է, որ քիչ են, 5% սպայթի տրաքի։ Լուսի, ինչ է կարծում մեզ մոտ ինչու՞մն է խնդիրը, հայ տղամարդիկ ընտանիք կազմելիս կամ թեկուզ ընկերություն անելիս փնտրում են ավելի շատ իրենց զուգընկեր, թե մայր, որը կարող է շարունակել իրենց խնամքը։ Ոչ, զուգընկեր փնտրելու մակարդակի տղամարդկանց զգալի մասը, էլի չեմ ասում 100%, բայց զգալի մասը չի հասել նույնիսկ մոտավորապես, որովհետև զուգընկերոջ հետ պետք է հավասարին խոսել, քննարկել, կիսվել խնդիրներով, առաջարկել օգնություն, խնամք, հարգանք, ուշադրություն եւ այլն եւ իհարկե ստանալ նրա կողմից։ Տղամարդիկ երկու կերպարի համակցություն են փնտրում ամուսնության համար, այդ իր ակտուալությունը վաղուց սպառած եւ արդեն շատ հնացած ու փտած այդ ինստիտուտի համար, ես այդպես եմ կարծում, փնտրում են երկու կերպարի խառնուրդ։ Մամա, ով խնամք կտանի եւ աղախնա սոցիալ-հոգեբանական աջակցություն կնոջ կողմից, որը իրեն ուղղակի հաճելի կլինի, իհարկե, ով չի սիրում վայելել կնոջ հոգին, մարմինը, մտքերը, կազմակերպչական ընդունակությունները եւ այլն։ Այս երկուսի խառնուրդը լավ, ճիշտ, համեստ, ընտիր կինն է հայ տղամարդու համար։ Մենք խոսում ենք անընդհատ այն մասին, որ մեր հասարակության մեջ կա այդ խնդիրը, որ տղամարդիկ, եթե կարելի է այսպես ձևակերպել, դաստիարակված չեն այնպես ինչպես որ հարգն է, պատրաստ չեն լավ ընտանիքի տղամարդ, կնոջ կողքին լավ տղամարդ լինելու, բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ հիմնականում դաստիարակությունը ընկած է հենց կանանց վրա, այսինքն կարող ենք ասել, որ մեր մայրերը մեղավոր են։ Մեղավոր չեմ ուզում ասել, բայց պատասխանատու են եւ ունեն թերացումներ այս հարցում։ Ոչ, չեն կարող ասել, շատերը էլի գալիս գրում են, չեք մտածել, որ կանայք են այդպիսի տղամարդկանց դաստիարակում, բայց մարդիկ մոռանում են, որ կանայք ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխայի հետ, ավելի շատ են սպառվում, հյուծվում, տրամադրում իրենց էլի հոգեկան ու ֆիզիկական ռեսուրսները, ամեն ինչ որ հնարավոր է եւ պետք է, բայց այդ ամենը արվում է տղամարդկանց սահմանած կանոնների շրջանակում, պատրիարխալ համակարգի թելադրած այդպես դիրեկտիվ
վերևից ներքև, ինչպես պետք է լինի եւ ինչպես չպետք է լինի։ Մենք մոռանում ենք, որ եթե ընտանիքում աղջիկ դուստրը, այսինքն դերատի, պատանի դուստրը հանկարծ կույս չի, դրա համար ջարդվում է երկու գլուխ։ Այդ աղջկա մոր գլուխը, որը չի հետևել ինչպես հարկներ իր լակոտին աղջկան, եւ իհարկե այդ խեղճ աղջկա գլուխը։ Մենք մոռանում ենք, որ առյուծ արքա եւ թևածող արծիվ ստիպում է մեծացնել տղամարդկանց համույթը, ոչ թե կանայք, այսինքն այդ խեղճ կանայք, խեղճ պայմանականորեն ասած, իրենք չեն շարժվում եւ երբեք չեն ունեցել հնարավորություն շարժվելու դաստիարակչական հարցերում սեփական, ինչ ասեմ, մտածողության, սեփական մտածած կանոնների, իրենց անձնական հայեցողությունից ելնելով միշտ գործել են պատրիարխալ համակարգի կողմից թելադրված կանոնները, թե առյուծ արքա տղա մեծացնելու հարցում եւ թե հեզ խոնար կույս այդպես աղջիկ աղախին ծառայող աղջիկ մեծացնելու հարցերում այնպես որ խնդրում եմ տղամարդկանց չբարթել ամեն ինչում կինն է չէ՞ մեղավոր բռնաբարվելուց մինչև բռնություն կինն է մեղավոր խնդրում եմ այս մի արատավոր երևույթներ չբարթել կանանց գլխին մտածեք թե դուք ինչ կանոններ եք սահմանել Իդեպ, երբ մենք խոսում էինք սեքսոլոգի հետ մեր տաբուի շրջանակում էլի կուսության մասին, նա բառացի ներկայացրեց իր օրինակից ելնելով իր իրենց փորձը շատ հարուստ է, որ բառացի կարող է մեջ բերել կան աղջիկներ, որոնք արդեն երրորդ եւ գուցե 4-րդ անգամ են փորձում վերականգնել կուսաթաղանթը։ Ես էլ աշխատում եմ գինեկոլոգների հետ, լիքը Այստեղ մի հարց է ծագում, այսինքն մեր տղամարդիկ գերադասում են լինել խաբված։ Այո, իհարկե։ Եվ չընդունել իրականությունը, եւ իդեպ ասեմ, որ մեկնաբանություններում շատ էի նաեւ կանանց տեսակետներ այդ մասին, եւ էլի մեղադրանքը, թեկուզ հենց կանանց կողմից, հենց կանանց էր վերաբերվում։ Ինչու՞մն է խնդիրը ըստ ձեզ։ Տղամարդիկ Հայաստանում էլ, ամբողջ աշխարհի պատրիարխալ համակարգերում էլ շատ են սիրում խաբվել։ Այո, նրանք պաշտում են դա, նրանք նախընտրում են առերևույթ տեսնել ամեն ինչ իրենց ուզածով, քան խորանալ, խորամուխ լինել տվյալ երևույթի եւ խնդիրների եւ բա ինչու է եղել տենց, բա ինչ է կատարվում, բա ինչ պատճառ կա դրան կամ արդյոք դա ինձ վերաբերում է թե ոչ, չէ։ Առերևույթ կարևորը ամեն ինչ լավ լինի, այո, տղամարդիկ ինքնախաբեությամբ շատ են սիրում զբաղվել, ընդհանրապես իրենց ստեղծած կանոնները եւ համակարգը մեծապես հիմնված է ինքնախաբեության վրա, առայն որ կինը առանց սիրելու եւ խոր սիրո եւ սիրահարվածության ունակ չէ գրգռվելու եւ սեքսով զբաղվելու, որ կնոջը իրեն է շատ հետաքրքրում իր այդ կուսաթաղանթը, այդ լորձաթաղանթի, այդ հյուսվածքի մի կտորը որ կինը ուզում է անպայման հանդիպել միակին եւ ծերանալ նրա հետ, որ կինը անպայման ուզում է երբևէ ամուսնանալ, որ բոլոր կանայք քնում եւ զարթնում են երազելով մայրանալու մասին, ասենք այս ամենը այդպիսի ստեր են, որոնց դիմակը այդ ստերի պատրվում է միայն ֆեմինիզմի զարգացման շնորհիվ։ Իդեպ ուզում եմ անընդհատ հիշում եմ իմ հյուրերի կարծիքները, որոնք մեծ արձագանք են ստացել եւ իմ հյուրերից մեկը երբ որ բարձրաձայնեց, որ այո, ինքը այն կանանցից է, ում կյանքում եղել են մի քանի տղամարդիկ եւ նշեց, որ պարտադիր չէ եւ որ բոլոր կանայք մայրանան, որովհետեւ ինքը շատ ավելի երջանիկ է հիմա, քան շատ մայրեր, որոնք ապրում են նվաստացած, ծեծված, ջարդված Եվ ես այդ հիանալի հյուրեր եք ընտրում։ Այո, այդ ալիքը այնքան բարձրացավ մեկնաբանությունների, որ ես դիպված եղա փակել մեկնաբանությունները։ Չեմ զարմանում, բացարձակ զարմանալի չէ։ Յուրաքանչյուր այսպիսի հնչած միտք, այ մերն էլ մերս ասվածի տակ էլ սկսվում է այդ սրաճ կոչվածը, որովհետև հանրությունը եւ հիմնականում տղամարդիկ եւ այն կանայք, ովքեր ենթարկված եւ ստիպված են մնալ այդ տղամարդկանց ենթակայության տակ, իրենց համար սա շատ զարհուրելի է հնչում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղից մենք պիտի սկսենք, որպեսզի կարողանանք ինչ որ կետի հասնել, որովհետեւ
կարճ ասեմ ինչ եմ ես մտածում, ես նույնպես եղել եմ ամուսնացած, ես նույնպես ամուսնալուծվել եմ, եղել եմ ավանդական ընտանիքի կին, հարս, բայց ուզում եմ տխրեցնել եւ բոլորին ասել, որ դա բացարձակ երջանկության գրավականը չէ լինել խոնար, ճիշտ հակառակն է, ծառայել գրավական է, մոտավորապես։ Իհարկե չենք քարոզում, ես անձամբ գոնե չեմ քարոզում ամուսնալուծվել։ Իսկ ես քարոզում եմ ամուսնալուծվել, եթե այլևս հնարավոր չէ։ Այո, այդ դեպքում Ինչ անառողջ բան կա այս քարոզի մեջ, ինչ բնականաբար այո, խոսքը դրա մասին է, որ եթե դու ստիպված ես ապրել սեղմված եւ չհասկանալով ինչ ես անում, ինչու ես այդպես ապրում, բնականաբար իմաստ չկա երկարացնել եւ պահել, բայց մյուս կողմից էլ ասում են, որ ընտանիքը հասարակության ասում էին, որ դա ամենաամուր օղակն է եւ այդտեղից է սկսվում, այդպես են մեզ դաստիարակել։ Դե ժամանակին եղել է այդպես։ 21-րդ դարում ո՞րն է այդ մոդելը։ Ես իմ բոլոր հյուրերին այս հարցը տալիս եմ։ Ինչպես եք պատկերացնում ընտանիք ասվածը եւ ինչպիսին պիտի լինի մեր հասարակությունը, որպեսզի այդ հիմքը ամրանա։ Ինչպիսին պիտի լինի ընտանիքը։ Այո, ներկայում ես չեմ տեսնում բացարձակ այդ ստանդարտ եւ կարծրատիպային ընդունված կոնվենցիոնալ առումով ընդունված ընտանիք կոչվածը երջանկության, կայունության եւ հանրության առողջ ստաբիլության հիմք։ Բացարձակ սա արդեն ակտուալ չէ եւ մենք կամած գնում ենք դեպի մարդու կյանքում մի քանի լուրջ միությունը, այսինքն չստացվել եւ հետո ընտրել, եթե ուզում ես, կամ սովորել ապրել առանց այդ, այսինքն single վիճակում ապրել։ Հիմա մարդիկ այդ փուլում են, որ հասկացել ենք, եք զորով մնալ այդ կապի միության մեջ, դա ոչ միայն անձնական անհատական երջանկություն չի բերում, այլ նաև հանրությանը ոչ մի օգուտ եւ երջանկություն չի բերում։ Եվ հիմա մարդիկ գնում են դեպի կյանքի ընթացքում 1, 2 կամ մի քանի լուրջ հարաբերությունները կամ միությունը, կամ սովորել ապրել մենակ, ոչ թե միայնակ, այլ մենակ, մենք միայնակ չենք հասկանում եք երբեք, մենք կամ հարազատներ ենք ունենում, ընկերներ, երեխաներ, բարեկամներ, մենք միայնակ չենք ըստ էության, բայց սովորել նաև ապրել, կենցաղ վարել եւ լավ զգալ մենակ վիճակում։ Այստեղ է լուծումը, թե հետո մարդկությունը ինչ նոր մոդել կհորինի, ես ուղիստներս ֆեմինիստներն են, նրանք շուտ հիանալի մոդել կարող է հորինեն, արդեն կտեսնենք, թե դեպի ուր կգնանք։ Այստեղ վստահ եմ շատերը, ինչպես ինձ, այնպես էլ ձեզ մեղադրելու են եվրոպական արժեքները քարոզելու մեջ, այդ բառը անընդհատ, այդ բառակապակցությունը անընդհատ իմ մեկնաբանություններում հնչում է։ Անբարո եվրոպական, բայց բոլորը ուզում են վիզա ստանալ։ Եվ ուզում են այնտեղ հայտնվել, եւ իդեպ ասեմ, որ այնտեղ մարդիկ շատ ավելի լավ են վերաբերվում այդ միությանը, կլինի դա ամուսնություն, թե իրար հետ ապրել, ամեն դեպքում դա անում են խելամտորեն եւ այն ժամանակ, երբ որ գիտեն, որ հաստատ ուզում են լինել հենց այս մարդու հետ։ Հիմա ձեզ նույնպես այս խոսակցության տակ մեզ նույնպես էլի մեղադրելու եվրոպական արժեքները քարոզելու մեջ։ Դե եկեք չընկնենք իրենց ֆանտազիաների գիրկը, բայց որոնք են այդ արժեքները, օրինակ, երբ որ դու դիմանում ես, այդտեղ ուզում եմ խոսենք նաև այն մասին, որ տուժում են առաջին հերթին երեխաները։ Ես կարծում եմ, որ տուժում է առաջին հերթին մաման, կինը, այքանի որ երեխաները մեծապես կախված են մամայի տուժածությունից, երջանկությունից, դժբախտությունից, տհաճությունից եւ այլն, այ հետո նոր սկսում են տուժել երեխաները։ Եկեք մենք հասկանանք, որ երեխաները հետևանքն են միության, այսինքն նրանք առաջին հորիզոնականում չեն լավագույն իմաստով։ Երկու մեծահասակ վատ հարաբերություններ ունեն, որոշում են ամուսնալուծվել, կախված նրանից, թե ինչպես իրենք կանեն եւ մաման ինչ հոգեկան առողջությամբ դուրս կգա այդ ամուսնալուծության տակից, այդքանով կտուժեն կամ չեն տուժի երեխաները։ Ես առաջարկում եմ կենտրոնանալ կրկին կանանց վրա։ Իսկ ինչ է կարծում այդ ընտանիքում աղջիկ երեխաներին, մեր աղջիկներին, որոնց ամբողջ կյանքում դաստիարակել են բոլորովին այլ արժեքներով, այսօր որոնք պիտի լինեն մեզ, մեր աղջիկներին փոխանցած ամենակարևոր
հմտությունները, խորհուրդները, կետերը դրան։ Թիվ 1 խորհուրդը զբաղվել սեփական անձով եւ բացատրել աղջիկ երեխային, թե իրապես ինչ է նշանակում զբաղվել սեփական անձով։ Դա պատրաստվել ամուսնությանը չէ, դա պատրաստվել մայրությանը չէ, դա ինչպես անել, որ դուրս գաս, ասենք, այդ ընդունված նորմերին, դա չէ։ Դա զբաղվել սեփական ցանկություններով, հետաքրքրություններով, չցանկություններով, սա գիտեք շատ կարևոր կետ է։ Հասկանալ, սովորեցնել աղջիկ երեխային հասկանալ ինքն իրեն, ինչ է ինքը հավանում, իսկ ինչ իրապես չի հավանում։ Գնալ այն ուղղությամբ, որը ինքը հավանում է։ Սերմանել անպայման ինքնուրույնություն, ինքնագլխություն, շատ ասում եմ, ինքնագլուխ բառը հատկապես կանանց եւ աղջիկների համար ինքնասածիություն եւ այսպես self confidence այս ամեն ինչի արդյունքում, այսինքն աղջիկները պետք է մեծանան փարոսը դարձնելով իրենց։ Ես սա միակ լուծումն եմ տեսնում, միակ, այստեղ նաև կլինեն առողջ հարաբերություններ, որովհետև կինը, որը ընտրում է ինքնասածիության, ինքնագլխության եւ ինքնուրույնության դիրքից տղամարդ, դա լրիվ ուրիշ միություն է լինելու, քան այն ընտրությունները, որ մենք սովորաբար տեսնում ենք։ Այդպիսի աղջիկների համար արդյոք Հայաստանում կան նման տղաներ, որոնք կընդունեն այդպիսի աղջիկների։ Դեռ ոչ, բայց պետք է հարմարվեն տղամարդիկ, այո։ Ուզած չուզած, կամած, գիտեք, տղամարդը դառնում է եւ դառնալու է ել ավելի ընտրվողի դիրքում, լինելու է ընտրվողի կարգավիճակում, կամած եւ իրենք այլ ճար չեն ունենալու, քան համապատասխանելը արդեն ընտրության նորմերին։ Ես կարծում եմ, որ սկզբում կլինեն շատ մենակ single աղջիկներ ու կանայք, այո, այդպիսի ալիք արդեն սկսվել է, նրանք հարաբերություններ չեն սկսում կամ սկսում են արտերկրի, այսօր թու մեր երկիր գալիս են շատ հետաքրքիր, ավելի բաց է, ավելի ազատ է շրջանառությունը, ռուսներ, ուկրաինացիներ, բելարուսներ, ԱՄՆ-ից, չգիտեմ, ամեն տեղից գրեթե, այսօր իսպանալեզու, ֆրանսալեզու լիքը խմբեր կտեսնես դրսերում, ու ես շատ հաճախ եմ տեսնում, որ իրենք նախընտրում են իրենց հետ թեկուզ կարճաժամկետ հարաբերություններ, բայց չմտնել այդ հայ տղամարդու կարծրատիպային ճահիճը, էլի։ Կամած տղամարդիկ պետք է համակերպվեն։ Իսկ ինչ արժեքներ եւ ինչ կետեր պիտի դաստիարակենք մեր տղաներին, որպեսզի կարողանան համապատասխանել այս նոր դարաշրջանի պահանջներին։ Ֆեմինիզմ։ Լուծումը շատ պարզ է, ընդ որում ֆեմինիզմը դա կանանց առավելությունը չի, չնայած ես այդտեղ շատ լավ լուծումներ եմ տեսնում matriarchat-ում, բայց դեռ ձայն չեմ հանում։ Ահա, բավականաչափ է դեռ ֆեմինիզմի քարոզի անեծքներն ու հայհոյանքները, եթե ես matriarchat-ի մասին սկսեմ խոսել, բայց ոնց տեսնում եմ սկսելու եմ շուտով, չգիտեմ ինչ կկատարվի երկրում, բայց ֆեմինիզմը դա դեռ matriarchat-ը չի։ Այսինքն, եթե մենք տղա զավակներին մեծացնենք կանանց հավասարը հավասարին, պարտնյորի, զուգընկերոջ, մի հրաշալի բոլոր իրավունքներով եւ ընտրության հնարավորություններով օժտված մարդկանց վերաբերվել, այդպես վերաբերվել, խնդիրների կեսից ավելին լուծվելու են։ Այնպես որ մեծացրեք ձեր տղա զավակներին ֆեմինիստ, ու դա կապ չունի կին լինելու հետ, դա կապ չունի կանացի լինելու հետ, դա Ընդհանրապես ուսումնասիրեք դա ընդհանրապես, ընդ որում ոչ թե ֆիզիոլոգիական հավասարության, չգիտեմ, ծննդաբերելու կամ շտանգաներ քաշ տալու հավասարության, այլ մարդկային հնարավորություններ, իրավունքներ, ընտրություններ։ Ահա այս ամենում հավասարության մասին է խոսքը։ Լուսի, ձեզ համարում եք ուժեղ կին։ Շատ։ Արդեն համակերպվել եմ։ Շատ ուժեղ, շատ համարձակ այս բառի լավագույն իմաստով։ Իսկ կա մի պահ, որտեղ որ փոշմանում եք, որ այդպիսին եք, կամ նեղվում եք այն բացասական էներգիայից, որ անընդմեջ ուղղվում է ձեր նկատմամբ, եւ արդյոք լինում են պահեր, որ դուք եք ուզում թուլանալ։
Եկեք ճշգրտենք հարցերը, որովհետև սրանք ամենակասկածելի տեսակ վեկտորով հարցերն են։ Նեղվում եմ, որ ուժեղ եմ, հա? Լինում եմ, չէ, նեղվում եք արդյոք, երբ որ ձեր այդ ուժի հանդեպ ատելության հոսքերից։ Այո։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գեթ 1 րոպե եւ գեթ 1 գրամ իմ կյանքի, իրական կյանքի մասին եկել խոսում, եկեք հասկանանք, որ սոցմեդիայում կյանքը դա իրականության 1%-ն էլ չի, այսինքն մենք առավոտ զարթնում ենք եւ ապրում ենք իրական կյանքով, հետո մտնում ենք այնտեղ կամ աշխատում ենք կամ որոշ մտքեր ենք արտահայտում։ Ոչ մի ձևով չի ազդում իմ իրական կյանքի վրա։ Դա աղմուկ է, դա ֆոնային աղմուկ է, հեյթ, անեծքներ է, դա ցույց է տալիս հանրության վիճակը, պարզապես ինձ համար դա լակմուս է եւ ուղղակի ցուցանիշ, թե ինչ է կատարվում հանրության մտածողության, խմբային մտածողության շրջանակում։ Բացարձակ չի ազդում, 1 րոպե Instagram-ը կամ Facebook-ը փակելուց հետո ես չեմ հիշում եւ չեմ մտածում։ Երբեմն օֆլայն կյանքում ուղղակի զգուշանում եմ, որովհետեւ այդ արական ագրեսիվ նմուշները իրենք սպառնում են, որ օֆլայն կվնասեն։ Բայց այդպես դեպքեր եղել են։ Եղել են բերանացի սպառնալիքներ, բա քոպեսներին պետք է վառել, քոպեսներին պետք է ոչնչացնել, հել գնաց ստուց եւ այլն եւ այլն։ Ես հիմա ցիտում եմ մեր հարգարժան հայտաղամարտկանց բառամթերքը եւ խոսույթը։ Այդպիսի դեպքեր եղել են, բայց դե դրան էլ ասելիք կա, երբ որ ասում ես, որ գիտես գազովի բալոնչիկ ունեմ, կարող է ցանկություն ունես օգտվելու դրանից կամ միգուցե ոստիկանությանը կանչենք եւ դու հնչեցնես այդ քո բոլոր սպառնալիքներն ու եւ վրթովմունքը նրա առաջ, ինքն էլ թող դատի մեզնից ով է ճիշտ, այսպես որ գնանք մոտակա քաղմաս, հա, ոստիկանության կետ, խնդրեմ, բողոք գրիր, իմ վրա գրիր, ինչից ես բողոքում, տենց թող քննեն իրենք ես քո հայհոյանքները եւ այլն, այստեղ շատ խոսակցություններ ավարտվում են։ Եվ երրորդ հատվածը հարցից, որ դուք ճիշտ եք 3 հատվածով տվեցի հարցը։ Լինում են պահեր, որ ուզում եք ուղղակի թուլանալ, չլինել ուժեղ կին, օրինակ ինձ հետ պատահում են շատ նման դեպքեր։ Հիշում եք, մենք դրա մասին նաև խոսեցինք, այստեղ էլ բարձրաձայնենք բոլոր կանանց համար։ Պետք չի ուզել թուլանալ։ Պետք է ուզել հանգստանալ, հանդարտվել, կտրվել խնդիրներից, կտրվել են բոլոր այդ սփոթերից, տեղերից, կետերից, որտեղ մեր ուժի եւ ուժեղ լինելու կարիքը շատ է լինում։ Եկեք չշփոթենք էությամբ եւ բնույթով թուլությունը, պարզապես արձակուրդի հանգստության, խաղաղության հանգստանալու հետ, այնպես որ հարցին այսպես պատասխանեմ, երբեք մտքից ծայրով չի անցնում թուլանալ։ Ու խոսքը հենց այդ մասին էր, հանգստանալու եւ կտրվելու։ Չեմ հոգնում իմ ուժից եւ չեմ հոգնում իմ ուժեղ լինելուց, հանգստանում եմ, երբ հոգնում եմ ուղղակի, դա թուլության հետ ոչ մի կապ չունի։ Եվ ես հույս ունեմ, որ երբեք թույլ չեմ լինի, ոյ։ Չէ, թույլը իմաստով չի ասում, որտեվ եթե մարդը ի բնե, ի ծնե թույլ չէ, չի կարող հակառակը դառնալ իմ կարծիքով։ Դե մեկ ախր ասում են, չէ, ուժեղ կինը փնտրում է այնպիսի տղամարդու, ում կողքը կարող է թույլ զգալ իրեն, ոչ թե հանգստանալ, այլ հենց թույլ զգալ իրեն, թուլանալ հենց այն իմաստով, որ դուք ասում եք, չէ, ես դրա հետ չեմ։ Այստեղ միշտ հակադարձում եմ, որ միգուցե փնտրեք այնպիսի ուժեղ տղամարդու, ում չի նեղացնում ձեր ուժը, ով հիանում է ձեր ուժով, ով պատրաստ է օգնել ձեզ այդ ուժը պահպանելու, այդ էներգիան պահպանելու մեջ։ Ինչի՞ եք ուզում տղամարդ, ում կողքը դուք թուլանալու եք եւ ռիսկային վիճակում հայտնվեք։ Ինձ թվում է, որ դա նույն բանն է տարբեր ձևակերպումներով։ Ես չեմ տեսնում, որ նույն բանն է։ Ես հենց այդ թուլանալու եւ թույլ լինելու սպառնալիքն եմ տեսնում։ Այսինքն ուժեղ կանանցից ամեն դեպքում տղամարդիկ վախենում են։ Իհարկե, դա ձեռնտու չի, ուժեղ կինը մեծ պոտենցիալ ունի իր մեջ, շատ լուրջ փոփոխությունների ուժ ունի իր մեջ, շատ ինչ-որ բանի հետ չհամաձայնելու եւ իր ասածով անելու վտանգ է սպառնում տղամարդուն, այդ պատրիարխալ համակարգի ամենամեծ ռիսկերից է կնոջ ազատությունը եւ ուժը։ Լուսի, դուք կարծում եք, որ եղել են դեպքեր, որ դուք եք անարդար եղել տղամարդկանց հանդեպ ինչ-որ հարցում։ Ոչ, ես կարծում եմ, որ եղել են դեպքեր եւ երբ ես բավականաչափ արդար, խիստ եւ պատժիչ չեմ եղել տղամարդկանց նկատմամբ,
Միշտ հետադարձ հայացքով ես մտածել եմ, որ այնքան մեղմ ես վարվեցի, այնքան ապրեմ ես կարող էի շատ ավելի լուրջ քայլերի դիմել, օրինակ պատժելու, պատասխանատվության ենթարկելու, նվաստացնելու, ստորացնելու եւ այլ այսպես դաժան քայլերի համար կարող էի ավելի հետևողական լինել, բայց չէ։ Ես դեռ կարծում եմ, որ ես դեռ շատ մեղմ եմ տղամարդկանց նկատմամբ եւ վարվում եւ խոսում նրանց մասին։ Մեր թեմաները եւ տաբուի եւ ձեր բլոգում անդրադարձած շատ համահունչ են, այսինքն դրանք շատ նման են իրար, բայց բնականաբար դուք ընտրել եք մեկ այլ ոճ, ավելի կտրուկ, ավելի բաց, ավելի ինչ որտեղ նաեւ ձեզ ասում են ագրեսիվ ոճ։ Ես ենթադրում եմ, որ դա կանխամտածված եք անում։ Այսինքն դուք ընտրել եք այդ ոճը, որովհետև նորից սեքսիստ տղամարդիկ դանդաղ, վատ եւ բարդ են հասկանում։ Դե վատ են հասկանում, հոզորով չի։ Այսինքն ես տարիներ շարունակ տեսնում եմ շատ մեղմ, շատ քաղաքավարի, չնայած ես ոչ մի անքաղաքավարի միտք եւ բառ չեմ հնչեցնում, ոչ մի անպատվություն եւ ոչ մի հայհոյանք չեմ հնչեցնում, ես իմ որևէ խոսքում ուղղակի հստակ կտրուկ կարծիքներ եմ հնչեցնում, բայց ես տեսել եմ շատ հոգեբանների, շատ սոցիալական աշխատակիցների, շատ ՀԿ հիմնադիրների մեղմ, ակադեմիական, պոլիտկորեկտ, խնայող, պուպուշ խոսքեր, վիդեոշարքեր եւ տեքստեր, որոնք ունեցել են 3 լայք, 5 լայք, լավ թող լինի 1000 դիտում կամ թող լինի 10000 դիտում։ Եվ այդ ամենը ապացուցում է ինձ, որ սեքսիստ տղամարդիկ ուշադրություն հասկացողության հետ ունեն լուրջ խնդիրներ, լուրջ։ Իրենց պետք է ասենք 1000 կիլովատ հզորության խտությամբ, դոզայով, որ իրենց մոտ ասենք 100-ը տեղ հասնի, որ իրենք մտածեն։ Եվ նույնը աղջիկների վերաբերյալ կասեմ, աղջիկների ոչ թե հասկացողության վիճակն է վատ, այլ վախի։ Աղջիկներն էլ վախենում են շատ ավելորդ, շատ ավելի քան պետք է, ու իմ այդ կտրուկ խոսքերը ես իրենց արտականքներից եմ սա ասում, ազդում են հազարապատիկ ավելի են քչացնում իրենց վախը եւ ավելի են ավելացնում ինքնավստահությունը, քան տենց ավելի պուպուշ մեղմ այլ խոսքեր։ Այնպես որ հանրությունը որքան կրթվի եւ որքան դառնա քիչ սեքսիստ, քիչ հոմոֆոբ, քիչ բռնարար, այնքան իմ խոսքերն էլ կմեղմանան։ Այո։ Հրաշալի կապ է։ Ախր տենց է, շարեք 100 տղամարդ եւ շատ մեղմ բառերով ասեք, գիտեք, միգուցե մտածես այն ուղղությամբ, որ կինը նույնպես մարդ է եւ օրինակ ունի սեռական ցանկություն։ Մի հատ խնդրում եմ, էլի հաշվենք, քանի հոգու վրա դա կազմի, ու դե կպտտվեն, շուռ կգան, կգնան։ Բայց երբ ասում ես, ուրեմն լսիր, համակերպվիր հետեւյալ մտքի հետ։ Սինգլ կինը կարող է սեքսով զբաղվել, որքան ուզում է, ում հետ ուզում է, քանի հոգու հետ ուզում է, ինչ տարիքի նմուշի հետ ուզում է եւ ինչ դիրքերով ու տևողության ուզում է, ու դա քեզ չի վերաբերում։ Ոչ մի տղամարդ չի պտտվում եւ չի գնում այդտեղից։ Դա ազդեցիկ է եւ իրենք եւ իրենց շուրջ կանայք սկսում են գոնե քննարկել այդ թեման։ Միանշանակ համամիտ եմ, որովհետեւ քիչ առաջ վերածս օրինակները նմանատիպ էին, բայց արդյոք նրանք սկսում են մտածել եւ գոնե իրենց մեջ սկսում են կասկածել, որ իրենք ունեն ինչ-որ սխալ։ Իհարկե, եթե չկասկածեն, նայեք, տղամարդով կասկած չունի, նա իր վրա չի վերցնում այս ամենը, ու լսում է, ասում է, դե հա, ճիշտ է ասում, հուսամ սեռակիցներս էլ կհասկանան, եթե որ ես ճանաչում եմ այդպիսի տղամարդկանց, ովքեր ստորագրում են իմ ամեն բառի տակ, չեն վերցնում իմ ոչ մի բառ իրենց մաշկի եւ իրենց գլխուղեղի վրա, չեն տառապում դրանցից եւ բոլորովին օքեյ են այդ մտքերի հետ, որովհետեւ իրենք եւս այդ մտքերի կրողն են։ Հետևաբար, բացառության տրամաբանությամբ, բացառելու տրամաբանությամբ, մնացած տղամարդիկ, ում վերաբերում է այս ամենը, իրենք սկսում են աղմկել։
Ուղղակի այստեղ այլ հարց է, որ իրենց աղմուկը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ես միշտ աշխատում եմ, խոսում եմ, գրում եմ եւ նկարահանվում եմ աղջիկների ու կանանց համար։ Ինձ կարեւոր է փոխել իրենց մտածելակերպը։ Տղամարդիկ այդպես հետաքրքիր չեն։ Իսկ երբևէ հանդիպել եք, որ խոսեք մի թեմայից, վստահ եմ, որ կլինեն դեպքեր հաստատ, մասնավորապես ես բերեմ իմ օրինակը, որտեղ խոսում եմ դավաճանությունից եւ ասում եմ, որ իմ ամուսնալուծության պատճառը եղել է հենց դա։ Եվ հենց կանայք գրել են, որ եթե դու լինեիր լավ կին, դու կհանդուրժեիր հանուն քո երեխաների։ Նա ինչի ենք մենք կանայք, մեր կանայք թիրախավորում հենց կանանց այսքան ագրեսիվ ձևով եւ չեմ ուզում բերել արդեն այլ օրինակներ։ Ինչ են հենց կանանց թիրախավորում եւ ինչու են այսպես թելում այդ տղամարդկանց ասեղը, որ տղամարդկանց կարելի է դավաճանել, իսկ կանանց ոչ։ Հիմա նորից անդրադառնանք եւ հիշենք, թե այդ կանայք ինչ կանոնների եւ ինչ համակարգի մեջ են ծնվել, աճեցվել, ես հատուկ եմ այս բառը օգտագործում, ոչ թե մեծացվել, այլ աճեցվել, այդ բույսի, ֆիկուսի, կակտուսի պես աճեցվել եւ կառուցել իրենց անձնական կյանքը։ Ինչ մտածողություն են իրենք սկսել ստանալ, ասենք 2-3 տարեկանից։ Սա բացատրությունն է, բայց ես նաեւ հասկանում եմ, որ յուրաքանչյուր չափահասեր ասում մարդ 18-21-ը լրանալուց հետո պետք է սկսի մտածել եւ կատարելագործվել եւ զբաղվել սեփական ոնց որ մտայնությամբ եւ այո, իր ինքնությամբ սկսի զբաղվել։ Այլ հարց է, որ շատ քիչ կանանց մոտ է դա ստացվում դեռևս, ու ես ասենց քաջալերում եմ, քարոզում եմ, ոգեշնչում եւ ոգեկոչում եմ ու թու ստանում եմ հետադարձ լիքը կապ, որ այ ինձ մոտ ստացվեց, շնորհակալություն, այ ես սա չէի կարողանում անել, արեցի ու ոնց որ շնորհակալություն, որտեվ դուք այդտեղ կաք մասնակցություն եք ունեցել։ Ես նեղվում եմ այդ կանանց համար, ուղղակի բացատրությունը միանշանակ տղամարդիկ են եւ տղամարդկանց ստեղծած համակարգը դիրեկտիվ եւ աղախնացնող եւ նվաստացնող ու աշխատում եմ այն ուղղությամբ, որ այդպիսի կանայք եւս փոխեն մտածողությունը, բայց շատ նեղվում եմ իրենց համար, շատ ինձ մոտ իրենց նկատմամբ, գիտեք, չեմ կարողանում նույնիսկ ագրեսիա ցուցաբերել, ինչպես ասենք տղամարդկանց նկատմամբ, բայց շատ մեծ հաճույքով եւ շատ մեծ ազատությամբ առանց աչքս թարթելու ագրեսիվ կարող եմ պատասխանել, կանանց դա էլ չեմ կարողանում, որովհետև նեղվում եմ շատ։ Սեռակիցս են, ես գիտեմ իրենք ինչ պայմաններում են ծնվել, ինչ հայրեր են ունեցել, ինչ եղբայրներ, ինչ քեռիներ եւ հոպարներ, ինչ սեռական ոտնձգությունների շարքերով են անցել յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ առաջինը աղջիկների, ինչ տղամարդկանց են իրենք հանդուրժել իրենց կյանքում ստիպված, ինչեր են լսել իրենց արտաքինի, սեռականության եւ ինքնության մասին։ Դրանից հետո ես չգիտեմ այդ ինչ մարդ պետք է լինել այդ ամենից ազատվելու համար։ Բարդ է շատ, այնպես որ նեղվում եմ։ Լուսի, մենք ինչքան խոսենք, մեր կարող ենք խոսել, որտեղ թեմաները շատ են, մեր տեսակետներն էլ հիմնականում համընկնում են, դրա համար շատ երկար կարող ենք խնդիրներն էլ շատ են, բայց ես ուզում եմ սենց փոքրիկ բլից հարցում անցկացնել, հաճույքով։ Տեսնենք ինչին հետ եք համաձայն, ինչի հետ ոչ։ Տղամարդը կարող է ֆեմինիստ լինել։ Իհարկե, միանշանակ։ Սերը բավարար է միայն ամուսնության համար։ Բացարձակ ու երբեք բավարար չէ։ Խանդը սիրո ձև կարող է լինել։ Ոչ երբեք։ Ամուսնությունը հնացած ինստիտուտ է արդեն։ Շատ հնացած եւ բարոյապես եւ ֆիզիկապես եւ ամեն առումով։ Կինը պարտավոր է մայր դառնալ։ Իհարկե ոչ։ Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից։ Այո, միանշանակ։ Գոյություն ունի լավ տղա հասկացություն։ Բարձրորակ եւ բարձրակարգ տղամարդ գոյություն ունի, լավ տղան ինձ համար կասկածելի ծագման բառակապակցություն է։ Ուզում եմ մի բան ընդհանրապես նշեք, որ ցավը կուզեք, որ երբեք չժառանգի ձեր դուստրը, որ դուք ապրել եք։ Մենստրուալ ցիկլի ցավերը։ Ինչի ոչ ծննդաբերության։ Որտեվ դա մի անգամ է, իսկ մենստրուալ ցիկլի ցավերը ամեն ամիս։ Ձեր կարծիքով ինչպիսի աշխարհում կանայք այլևս ստիպված չեն լինի անընդհատ լինել ուժեղ։ Այստեղ էլի հակասության են գալիս։
ես մաղթում եմ կանանց ցանկացած համակարգում լինել ուժեղ։ Սա անխուսափելի որակ է մարդու կատարելագործման համար, բայց կանայք ես կարծում եմ, որ маտրիարխալ համակարգում կկարողանան լիարժեք հանգիստ լինել, այսպես ձևակերպեմ։ Կարող ենք կարծել, որ այսօր կանայք այնքան ուժեղ, ինքնուրույն, կրթված, զարգացած այդ հատկանիշներով հարուստ են, որ շատ շուտով գալու է մայրիշխանության ժամանակաշրջան։ Շատ շուտով բնականաբար ոչ, մենք թերագնահատում ենք պատրիարխալ համակարգի ագրեսիան, դա սարսափելի ագրեսիվ մի վիճակ է, այդ ուղղահայաց բանը, իշխանությունը միմյանց վրա, շատ շուտով չէ, բայց եթե կանայք խելամիտ լինեն, ես կուզեի կմաղթեի, եկեք մաղթենք ուղղակի մեզ գինու շուրջ։ Շատ լավ, ինձ թվում է սրանից ավելի լավ փակում չէր կարող լինել, ես նույնպես կարծում եմ, որ կանայք կարող են ի վիճակի են լուծել այնպիսի հարցեր, որոնք այսօր տղամարդիկ չեն կարողանում լուծել։ Ես այդտեղ կասկած չեմ տեսնում, ուղղակի, ընդ որում, քանի ավել տարի մեծանում եմ եւ ապրում եմ, այնքան կասկած չեմ տեսնում։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ այս զրույցը շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ հետո անպայման կլինի շարունակական։ Հուսամ։ Ձեզ շնորհակալություն հիանալի հարցերի եւ թեմաների համար։ Շնորհակալություն, որ եկաք, իսկ դուք ոչ միայն նայեք, այլև բաժանորդագրվեք, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է Վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։